Բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ինչպես մենք ենք սիրում ասել, ժամանակն է տեղափոխվելու թատրոն, ինչու որովհետեւ Շունչ թատրոնը բազում նորություններ ունի, որոնցից մեկը «Այ քեզ ծնունդ» բացօթյա ինտերակտիվ ներկայացումն է, որով նրանք իրենց թատրոնի ծննդյան օրը նշեցին։ Պատրաստեք ձեր ամենագեղեցիկ զգեստները, որովհետեւ դուք եւս հունիսի 27-ին եւ 30-ին հրավիրված եք ծնունդի։ Այո, երբ Շունչ թատրոնի Facebook-յան էջը թերթում ես, այնտեղ անընդհատ նրանք հրավիրում են, այո, հարսանիքի կամ ծնունդի եւ հարցեր են առաջանում, թե ում հարսանիքն է, ում ծնունդն է, ովքեր են հրավիրված, հարցեր, որոնք վստահ եմ ձեզ մոտ էլ է առաջացել, հիմա կփորձենք երթով, կարգով բոլոր պատասխանները ստանալ։ Շունչ թատրոնի համահիմնադիր Սեյրան Մովսիսյանն է մեզ մոտ եւ դերասաններ Մարգարիտա Խաչատրյանն ու Սաշ Սուքիասյանը։ Բարի լույս, բարի գալուստ մեր տան։ Ինչպե՞ս եք։ Հարսանիքից ծնունդից հոգնած։ Չէ, հոգնած չէ։ Դրական էներգիայով։ Իսկապես դրական էներգիայով, լիքը այսպես ոգեշնչված առիթներ կան, որովհետև մենք հասկացանք, որ լավ գործ ենք արել եւ առիթից օգտվեմ տնօրինությանը Շունչ թատրոնի շնորհակալություն հայտնեմ, որովհետև սա արդեն երկրորդ նախագիծն է, որ վստահել են ինձ եւ ես մեծագույն հաճույքով եմ աշխատում այս մարդկանց հետ, որովհետև Շունչ թատրոնը թունդ է իր շնչառությամբ եւ նոր այսպես թթվածին է մատակարարում, որովհետեւ ոճը մոտեցումը նորույթ է եւ այն այսպես շռնդալից հաջողություն է։ Ձեր մուտքը ինչպես եղավ Մարգարիտա, դուք նոր եք Շունչ թատրոնում, համեմատաբար նոր եք եւ հետաքրքիր է այդ հատկապես նորարարությանը, հա, ինչպես ինտեգրվեցիք։ Տեսակովս շատ կողմ եմ բոլոր տեսակի նոր արարություններին, որոնք չափի մեջ են եւ ասելիք ունեն, այսինքն խոսք, որ տեղ հասնի եւ ինչի համար են անում։ Իսկ Շունչ թատրոնը ամեն ինչ անում է, որպեսզի նորովի եւ նոր խոսք եւ ինչու՞ չէ հին խոսք եւ հասկանալի, իսկ մնացած մանրամասները կարծում եմ Սեյրանը կասի, սա երկրորդ համագործակցություն է, անցած տարի արեցինք «Այ քեզ հարսանիք» եւ հրաշալի անցավ, կարծում եմ օրերը մոտենում են եւ կարող են հանդիսատեսը գալ եւ նայել։ Այ քեզ հարսանիքին դեռ կանցնենք, բայց այսօր հատկապես ուզում եմ շեշտը դնել այ քեզ ծնունդ ներկայացմանը։ Տարիներ առաջ երբ Շունչը հիմնադրվեց, դուք ինչպես արդեն նշեցիք, նոր Շունչ խոստացաք եւ կարծես թե ստացվեց, նոր ձևաչափ եւ ինչու այ քեզ ծնունդ հենց։ Անցած տարի երբ որ մենք արեցինք այ քեզ հարսանիքը, դե հարսանիքի թեմայով էր եւ փորձեցինք բրենդինգի տեսանկյունից նաեւ շարունակել այդ ֆորմատը, դրա համար ծնվեց այ քեզ ծնունդը։ Սկզբում վերնագիրը պետք է լիներ հրավիրված եք ծնունդի, բայց երկար բանակցություններից հետո կանգնեցինք այ քեզ ծնունդ վերնագրի վրա։ Այ քեզ ծնունդ, տեսեք, բացօթյա պրոյեկտները շատ են, մանավանդ այս տարի, անցած տարվանից հետո այս տարի կրկնակի շատ են եւ դու պիտի տարբերվես քո առաջարկով։ Մեր առաջարկը հետեւյալն է. փաթեթ ենք առաջարկում հանդիսատեսին, գինու հյուրասիրություն, ներկայացում եւ հետո after party DJ-ով։ 3.5 ժամյա փաթեթ ենք առաջարկում, ժամանցի եւ ամեն ինչը ներառված է տոմսի արժեքի մեջ, այսինքն հանդիսատեսը գալիս է ֆանտաստիկ ժամանակ է անցկացնում, ծիծաղում է, շփվում է ընկերների հետ, շատ լաթար համալիրում ենք անում, շատ գեղեցիկ տեսարան ունի, դեպի Արարատ լեռը բացվող եւ կանաչ պուֆիկներ, բասեին, ամեն ինչը տրամադրում է ծնունդի, հա։ Այստեղ մեզ մոտ դերասանական կազմը Մարգարիտա Խաչատրյան, Սաշա Սուքիասյան, Անի Բայացյան եւ ես խաղում ենք։ Բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է։ Շատ հետաքրքիր փորձեր ենք ունեցել, շատ լավ անցել, առանց ներվ, այդ մասնագետները կփաստեն, որ ինչ որ ներկայացում ծնվում է եւ այդ process-ը առանց ներվ է գնում, դա ամենահրաշալի բանն է թե ռեժիսորի, թե դերասանների համար։ Եվ ունեցանք շատ հետաքրքիր համագործակցություն, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր դերասաններին, իրոք ես անցած տարի Մարգարիտային ասում եմ, Մարգարիտա, նենց եմ ուզում քո հետ աշխատեմ, անցած տարի երբ որ նայում էի այ քեզ հարսանիք ներկայացումը ու կատարվեց այդ իմ ցանկությունը եւ մենք աշխատում ենք արդեն իրար հետ, շնորհակալություն, Սաշ, շնորհակալություն, Անի ջան, ես եմ շնորհակալ, Սամսոն ջան, շնորհակալություն եւ իհարկե մեր ֆանտաստիկ լավ ընկեր Սամվել Դանիելյան, ով հիմա Իտալիայում կյանքն է վայելում,
Շնորհակալություն նաև քեզ։ Ողջույն Վերադարձ եւ ողջույն։ Սա շատ հետաքրքիր է ձեզ համար այս ֆորմատի փոփոխությունը, չէ՞ որ դուք դասական թատրոնի բեմից եք գնացել բացօթյա, իրականություն նաև, ինչ տվեց, արդյոք հետաքրքիր եւ պրեմիերան արդեն կայացել է ծննդյան օրը թատրոնի, ինչպես նշեցի, ինչ էմոցիաներ ստացաք որպես դերասան։ Շատ դրական, ոնց նշեց Սեյրանը, ես նույնպես ուզում եմ Մարգարիտայի հետ աշխատել, այ քեզ հարսանիքից հետո։ Ես 2 անգամ եմ նայել այդ ներկայացումը ու 2 անգամ տարբեր դերակատարում եմ տեսել ու նաև նշել եմ ներկայացումից հետո Մարգարիտային, որ շատ բաներ հենց ձեզնից ենք վերցրել, որ մենք հենց հիմա խաղում ենք այ քեզ ծնունդը, որովհետև ֆորմատը ինձ համար նորովի էր, նորություն էր։ Ես այդ ֆորմատում չեմ խաղացել ու ամբողջությամբ իմպրովիզի վրա է հիմնված ներկայացում, այսինքն առաջին անգամ էր որ դու ու ներկայացման բացումը ես եմ անում, առաջին մուտքը իմն ու ես չգիտեմ ինչա կատարվելու, Մարգարիտան տենց դուխ է տալիս, ուժ է տալիս, Սեյրանն դեռ ասում լավ տեսնենք ինչա։ Շուրերին առաջին ընդունողը դուք եք։ Հա, տեսնենք ինչա ստացվելու ու թե ինչա ստացվել, եկեք մենք չասենք։ Մեր ընկերները կասեն դրա մասին, ովքեր ներկա էին ամսի 16-ին եւ ովքեր կգան կնային 27-ին եւ 30-ին։ Կատակերգական է ինքը ժամանակ։ Այո։ Սկսեմ նրանից, որ նախ շնորհակալություն Սամսոնի, որովհետև ընձեռնում է հնարավորություն հավաքվել մի շատ լավ գործի ասելիքի շուրջ, ինչի մասին է շակերտների իհարկե չեմ բացի 27-ին եւ 30-ին հունիս ժամը 19:30-ին ներկա գտնվեք Լաթար համալիրում, ժամը 20:00-ից սկսվում է ծնունդը։ Ինչու համաձայնեցի, որովհետև ասելիքը շատ կարևոր, այսօր շատ արդիական է ծնող, հա, որդի սերունդափոխություն եւ երիտասարդների մեջ լռելու, չասելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու այդ հատկանիշը, հատկապես տղամարդկանց համար թվում է հատկանիշը ուժեղ լինելու, բայց կարծում եմ ընտանիքում պետք է ազնիվ լինեն բոլորը եւ եթե ծնունդ դա պետք չէ ցուցադրական լինի, այլ պետք է մարդիկ իսրտե ուրախանան եւ ծնողի համար շատ կարեւոր է որ իր երեխան հատկապես այստեղ ծնողը մայրը առանց հայր է մեծացրել եւ խնդրում է նրան որ ինձ հետ անկեղծ եղի, ոչինչ դժվար է կյանքը, բայց կարող ենք միասին, եթե սեր կա, հաղթահարել ամեն ինչ եւ սերը այդտեղ ծնվում է, չեմ ասի, որովհետեւ արդեն կան հետաքրքիր չի։ Լուրջ չէ շտադրում, ով բովանդակային կատակերգություն է ամեն դեպքում։ Առաջին հասկից ծնունդի հրավերը եւ միայն դրական, բայց շատ խորը թեմաներ եք բարձրացնում։ Կասեք առաջին, երբ որ տեսակ բեմադրությունը արդեն պատճառ դուք խաղում եք բոլորդ, ինչ բան կար, որ պետք է փոխվեր, բան կար, որ մի փոքր շատ էր, ինչ փոփոխություններ է լինելու հաջորդի։ Տեսեք, արդեն կայացած ներկայացումից հետո կարծում եմ ոչ մի փոփոխություն, բայց ամենավերջում, երբ որ բեմադրվեց ներկայացումը, Սամսոնը ասում էր ամեն ներկայացումից հետո կխոսենք, տեսնենք ինչ ենք ավելացնելու կամ ինչ ենք պակասեցնելու, բայց չեղավ այդ խոսակցությունը։ Տեսեք, գիծը կա, ներկայացման գիծը կա եւ այնտեղ տեղեր ունենք բոլորս իմպրովիզի, այսինքն ենթադրենք մենք հանդիսատեսից ընտրում ենք 3 հոգու եւ կենաց ենք ասում, որ պիտի ասի կենաց, հա, կախված հանդիսատեսի պատասխանից մեր խաղը բնականաբար փոխվում է եւ դա ամեն ներկայացման ուրիշ բան է լինում, բայց գիծը կա ներկայացման եւ մենք այդ գծից չենք շեղվում։ Իհարկե ի սկզբանե պիեսից շատ բաներ փոփոխվել է եւ յուրաքանչյուր պիես նույնիսկ Շեքսպիր բեմադրելուց հարմարեցվում է, կրճատումներ է արվում, ինչ-որ փոփոխություններ է արվում, այս գործն էլ բացառություն չէր, հարմարեցրեցինք իհարկե մեծ դերասաններից, իսկ արդեն 16-ից հետո ոչինչ չի փոխվի, գլոբալ ոչինչ հաստատ չի փոխվի։ Կարելի ասել սպասենք 27-ին։ Ներկայացները կփոխվեն հանդիսատեսի։ Կարծում եմ հանձնումը որպես այդպիսին մեզ հանձնարարում է բոլորիս ավելի պատասխանատու լինել, որովհետև այո, Սերյանը շատ ճիշտ ասաց, անընդհատ փոփոխություն կլինեն, բայց դա հանդիսատեսի շփումից է ծնվելու, որովհետև ամեն մարդ իր տրամադրությունը եւ իր կենսագրական վերհուշն է բերելու, թե ինչպես է անցնում իր ծնունդը կամ ինչպես կուզենար անցնել իր ծնունդը եւ բոլորը հասկանում են, որ հոգատարությունը, պատասխանատվությունը, անկեղծությունը ամենակարևոր բանն է։ Այնտեղ Անին իհարկե հրաշալի է կերպարանավորել եւ բոլորը Սար ջան, քեզ շնորհակալություն, Սերյան ջան, շատ շնորհակալ եմ ասեմ ինչի համար։
վերեդիրում եւ շնորհակալության մտնելով։ Դա շատ կարևոր է անձնակազմի եւ ընդհանրապես մարդկանց համար շնորհակալությունը դա շատ կարևոր է, որովհետեւ ես գնահատում եմ ու շատ եմ սիրում, երբ մարդը տաղանդավոր է, նախ լավ մարդիկ են հավաքված, որոնք կես բառից հասկանում են, բացառիկ ակնածանք կա սերնդային, երբեք չեն մատնանշում, բայց բացառիկ ակնածանք կա սերնդային մի քիչ տարբերություն ունեցող մարդկանց հանդեպ, այդ դեպքում ես եւ ես ինձ նրանց կողքին շատ լավ եմ զգում եւ այնքան լավ ենք աշխատել, այնքան սիրով ենք աշխատել, դե չասեմ, որ սերիանը թույլ է տալիս իմպրովիզներ, բայց նաեւ շատ խիստ է այդ շրջանակի սահմաններից թույլ չի տալիս անցնել, որովհետեւ այո չափի զգացողությունը ամենակարևորն է արվեստում եւ ընդհանրապես։ Ընկերներ, ինչպես հասկացանք, շատ արդի այս մեր ժամանակներում բոլորից ցավեցնող թեմա է կարծարծում։ Հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը բոլորի ստանը վստահ եմ այդ խնդիրը կա սիրո պակասի, հոգատարության, ծնողներին, այո, բարձրացնելու, կարևորելու եւ ցավալիորեն հակառակ պատկերը ունենք։ Հանդիսատեսի արձագանքը, երբ իրենց տեսնում են կողքից, բնականաբար գոնե մի փոքրիկ մասնիկ այ ներկայացումից մի դրվագ յուրաքանչյուրի ընտանիքում եղել է։ Ինքը կատակերգություն է բնականաբար, բայց ինչպիսի էմոցիաներ ունեցավ հանդիսատեսը։ Սա նաև հուզմունք, փակ դիտման ժամանակ առհասարակ փակ դիտումները մեզ մոտ գալիս են ամենախիստ հանդիսատեսը։ Կոլեգաներ, ովքեր գործից հասկանում են, ովքեր գործի մեջ են եւ իրենց եւ սրտացավ, այսինքն իրենց քննադատությունը եւ տեղին է եւ սրտացավ են եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ զարմանալիորեն բոլորը ծիծաղելու տեղը ծիծաղում էին, լռելու մտորելու ժամանակ լռում մտորում էին եւ բոլորը միաբերան ասում են, որ ստացված ներկայացում է։ Եվ իհարկե, երբ որ ասում են ստացված ներկայացում է, ավելորդ է, որ պահ ավելի հավանացիր, որտեղ քեզ տեսար, հա։ Մենք տեսնում ենք որպես դերասան, հանդիսատեսը եւ ծիծաղում է, եւ լռում մտորում է, Եվ այո, դա մեր համար դա ամենակարևորն է, կարծում եմ դերասանների համար, ներկայացման համար ամենակարևորն է, երբ հանդիսատեսին տեղ է հասնում քո ասածը, վերջ։ Հիմա մենք սա փաթեթավորել ենք իհարկե ժպիտի ծիծաղի մեջ, բայց դա շատ կարևոր մեսեջ ունենք, որ այո, ընտանիքում պետք է լսել իրար, ընտանիքում պետք է խորհրդակցել եւ ամենակարևորը չստել, ընդհանրապես։ Իսկ հետաքրքիր է որպես դերասաններ ներկայացնում եք ինչ-որ ձեր հատվածներից կամ գուցե մյուս դերասանների ռեպլիկներ, արտահայտություններ, որ ավելի է տպավորել ձեզ հենց այս ներկայացումից կան։ Ավելի խորովին արտահայտվում է Սեյրանը, Անին եւ Մարգարիտան, ես իմ մասին ոչինչ չեմ ասել։ Սա կերպարը ստացվածներից մեկն է։ Ամենաստացվածներից մեկն է եւ կողմից այնպեսի էքսպրոմտ քարյակ է հորինում, ես նստած տեղը ինչքան էլ որ հուզված եմ այդ տեսարանից, նա այնպես է հորինում, ոչ մի անգամ չի եղել, որ նույն բանը ասի։ Իսկ ես անգամ պրեմիերային Սաշաների Բուրաստան անունով այնպիսի մի բուրումնավետ քարյակ նվիրեցի, հազիվ էի զսպել, ասել, սա բառապաշարը, այս մարդու իշքան շատ ամեն անգամ նոր բան ասում, այնպես որ մնացածը դու ասա։ Երկու բառ սյուժեից ներողություն, որպեսզի պարզ լինի, մայրիկի 50-ամյակն է եւ ես տղային եմ մարմնավորում, Սաշան իմ ընկերոջը, Անին Բայացյան մատուցողուհին այդ տարածքի, ես ու Սաշը կազմակերպել ենք մայրիկի 50-ամյակը։ Սաշին ասել եմ փոքր հավաքույթ կանես, բայց 200 հոգի հյուր կանչել եւ մենք էլ ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, որ չենք կարողանալու դրա տակից դուրս գալ։ Եվ ողջ այս ամեն ինչը դնում է, որ մենք փող ենք ուզում գտնենք, ճարենք, որտեղից ճարենք, ինչ անենք, ոնց մամային անակնկալը չփչացնենք, որ այս ամեն ինչը պարտքով ենք արել, այսինքն ամեն ինչ սենց է զարգանում եւ ըստ այդմ մեր իմպրովիզները, օրինակ մենք կա մի հատ տեսարան, երբ որ ասում ենք մենյուն վերցնում ենք, հասկանում ենք, որ շատ թանկ տեղ է եղել, մենք իրոք այդ տեղի մենյուն բացեցինք, գրված է անկեղծ շատ չկար պիեսում, թագավորական ձվածեղ։ Հասկացանք, որ ձվածեղի թագավորականը ո՞րն է, օրինակ գործարարի համար նախատեսված ուտեստ։ Ես ինչ ասում եմ իրականում։ Սա ինչ ասում եմ իրականում, մենյունի մեջ կար այդ ամեն ինչը գրած եւ մենք թողած պիեսի միջի գրվածը վերցրեցինք դա, որը ավելի իրական ծիծաղելի եղավ հանդիսատեսի կողմից, նմանա ցես բաներ եղել է,
Ինչ ասեմ։ Շատ բաներ կարելի ասել, չենք ուզում շատ փակագծերը բացենք, ուղղակի տենց է ընդհանրապես, երբ որ բեմադրվում է կոմեդիա, դու միշտ ունենում ես տեղեր նախատեսված, որ այդտեղ հանդիսատեսը ծիծաղելու է, ու տեղեր, որ ասում ես դե չի ծիծաղի, ու միշտ երբեմն գալիս ես անակնկալի, որովհետև ծիծաղում են այնտեղ, որտեղ որ չպիտի ծիծաղեն, եւ չեն ծիծաղում այնտեղ, որտեղ դու մեծ ստավկա ես արել, որ ծիծաղելու են։ Մեր պարագայում ծիծաղեցին եւ այն տեղերը, որտեղ որ մենք ունենք նախատեսած եւ բոլոր այն տեղերը, որտեղ չենք սպասում։ Ու հենց այդ մենյուի ժամանակ Մարգարիտան ունի մի հատ մեծ իմպրովիզ։ Մեր ծիծաղն է նույնիսկ այդ ժամանակ գալիս ու բացում է կարդում է բաներ։ Բնացուցակը եւ երեք ուշաթափության դեպք եմ ունենում։ Եվ գիտեք, այս ամեն ինչը այսպես խտացնեմ, ասեմ, միգուցե բոլոր ժողովուրդների ազգերի մեջ կա, բայց մենք մի տեսակ ծայրահեղ ենք, մենք սիրում ենք նոր տարի թեկուզ վարկով։ Չի համար, չէ որ այդ ուտելիքը կարող է մի պատառ ինչ որ համեղ կամ հաց եւ պանիր լինի, բայց հավաքվեն եւ նշեն, բայց ոչ թե դու տարվա կտրվածքով բյուջետային աղետ ունենաս եւ ստացվի, որ դու ուզում ես ցույց տալ, որ դու լավ ես, հերիք է, բավական է, այդ ցուցադրական բաները ի վնաս ընտանիքի է եւ մնացածը չեմ ասի, որովհետեւ 27-35 կգա կտեսնի։ Այո։ Վերևս այո, այսքանից հետո միայն մի հարց էլ հավելեմ ձեր նոր մոտեցումների, հոգեբանների հետ հանդիպումների այդ գաղափարը, որտեղից առաջացավ, այս մասին էլ խոսենք։ Մենք վերջերս ունեցանք, նախ ասեմ, որ մինչև հիմա շունչ թատրոնը արդեն ունեցել է 3 պրեմիերա եւ 3-ն էլ իրարից տարբեր։ Մեր ծնողա ներկայացումը, Էլի Գգաս ներկայացումը եւ Այքես ծնունդը։ Էլի Գգաս ներկայացումը իր ֆորմատով նոր է։ Մենք խաղում ենք հյուրանոցի ճեմասրահում, ֆոյեում ենք խաղում, ընդամենը 55 հոգու համար, եւ ֆորմատը այնպես 2 հոգանոց ներկայացում է, խաղում ենք ես եւ Լիլի Էլբակյան։ Եվ դրանից հետո նաեւ հոգեբանի հետ Հայաստանում առաջին անգամ է, որ ներկայացումից հետո հոգեբանի հետ քննարկում է լինում, հոգեբանի հետ Մարիամ Մեհրաբյանի հետ քննարկում է լինում եւ ինչն է այստեղ հետաքրքիր, որ հասարակ հանդիսատեսը ներկայացումից հետո կիսվում է, խոսում է իր ամենացավոտ բաների մասին, ընդհանուրի մոտ։ Հանրային ձևով։ Հանրային այդ 55 հոգու մեջ։ Այսինքն այդտեղ նաև Մարիամի վարպետությունն էլ կա, իհարկե, բայց ներկայացումից հետո այնքան լցված են լինում, որ մարդը նույնիսկ պատմում է իր առաջին սիրո մասին։ Բոլորը իրեն անծանոթ են, առաջին սիրո մասին, պատմում է իր չստացված սերերի մասին, առհասարակ կիսվում է եւ այլն եւ այլն։ Եվ մենք հասկացանք, որ շատ ճիշտ ուղի ենք ընտրել, առհասարակ շունչ թատրոնը հավատարիմ է մնում իր սկզբունքներին եւ միշտ փորձում է նոր շունչ բերել եւ Էլի Գգասը բացառություն չէր։ Դրա համար ես ասում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որ մենք շատ ենք սիրում մեր հանդիսատեսին եւ մեր հանդիսատեսի համար միշտ պատրաստ ենք նորություններ անել եւ մնում է հանդիսատեսի կողմից ընդունել դա, ադապտանալ այդ նորին եւ իրենց տեսնել այդ նորի մեջ, որովհետեւ յուրաքանչյուր նոր բան շատ դժվար է ադապտալ։ Իսկ ում հոգեհարազատ չէ, մենք ունենք դասական ձևաչափի թատրոններ, որտեղ կարող են գնալ եւ իրենց ուղղված ներկայացումներ։ Այո, մենք էլ ունենք, այո, ունենք դասական թատրոնում ներկայացումներ, այո, եւ ունենք ալտերնատիվ թատրոն ասվածը։ Դե հենց ծնողը դասական Ծնողը 20-րդ ժամը պատերազմից հետո Կարման, Սանտա Սիթի մենք շատ ունենք։ Իսկ Այքես հարսանիք, Այքես ծնունդ եւ Էլի Գգաս ներկայացումներ ենք ալտերնատիվ տարբերակները եւ այն մարդկանց համար, ովքեր դասականից զատ նաև ուզում են այսպիսի թատրոն, այսպիսի։ Ես հետո եղանակը թույլ է տալիս նաև այդ ժամանցն անցկացնել եւ մի հարցել, երբ ամառը վերջանա եւ թույլ չտա եղանակը, ինչ են լինելու այս ներկայացումները, կտեղափոխվեն դալիճ կամ Այքես ծնունդի մասին։ Եվ այո, Այքես ծնունդ եւ Այքես հարսանիք ներկայացումները ինքը սեզոնային ներկայացումներ են։ Երբ որ եկավ հոկտեմբեր ամիսը եւ ցրտեր անկավ, մենք ներկայացումը ծալում, դնում ենք բարձի տակ եւ բացում ենք, բարձի տակից հանում ենք մյուս տակ։ Չէ՞ որ հայերը բնավորություն են, բոլոր հարսանիքները պլանավորում են ամռանը կամ հետո ծնունդ հարսանիք լինում է գոնե ծնունդ տարին մեկ անգամ հարսանիք։ Ամեն դեպքում շնորհակալություն եւ ձեզ իհարկե հաջողություններ ենք մաղթում, ուզում ենք որ ոնց այսքան դրական պատմեցիք, մյուս բոլոր ներկայացումներն էլ այդքան դրական իսկով ընթանան, դուք դրական էներգիա ստանաք եւ հանդիսատեսնել վերանայի
այն հարցերի շուրջ, որի մասին պատմեցիք։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, մեր հյուրերն էին Շունչ թատրոնի համահիմնադիր Սեյրան Մովսիսյան, ինչպես նաև դերասաններ Մարգարիտա Խաչատրյանը եւ Սաշ Սուփիասյանը։ Մենք կհանդիպենք քիչ անց։